Շատ լավ։ Տեսնենք այսօր կարտերն ինչ ցույց կտան։ Ես էլի թեմա չեմ ընտրել։ Տեսնենք։ Ինչ ցույց կտան կարտերը, այն էլ կպատմեմ։ Ես շատ շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր որ բաժանորդագրվում են եւ կոմենտների համար եմ շնորհակալ։ Ինձ մեկին գրել էր, որ ձայնս լավ չի լսվում։ Ես կփորձեմ ավելի բարձր խոսել։ Միկրոֆոն եմ պատվիրել, այս երկու օրը կգա, կփորձեմ այդ հարցը լուծել։ Շատ լավ, տեսնենք ինչ են ասում կարտերը մեզ այսօր։ Ինչ է պետք որ մենք այսօր իմանանք։ Ոյ 3 կարտ դուրս եկավ, լավ 3 կարտ մնաց, թող 3-ն էլ մնա։ Այս ինչ է տակրկին բաներ եմ տեսնում այսօր։ Գումարի հետ է կապված, ինչ որ ֆինանսական հարցեր կան երևի։ Եկեք փորձեմ այստեղից տեսնեմ, կարող եմ 2 կարտ ավելացնել։ Այդ մեծ խոշոր սիրուն գումարը ինչի հետ էր կապված։ Շատ լավ, տեսնենք։ Շատ մեծ գումար եմ տեսնում, 10 պենտակլի։ Բավականին մեծ լուրջ գումարի մասին է խոսքը, դրանից հետո տեսնում եմ բաժակների 5-ը եւ տեսնում եմ թրերի 6-ը։ Մեծ հիասթափություն եմ տեսնում, երիտասարդը տեսնում եք գլխի կոր կանգնած է ինչ որ խնդիրների առաջ է կանգնած եւ մեծ ֆինանսների պատճառով։ Շատ մեծ խնդիրների առաջ է կանգնած եւ ուզում է ուղղակի փախնել հեռանալ։ Թողնել եւ հեռանալ, տեսնենք ելքը գտնում է կհեռանա, բայց առայժմ այդպես եմ տեսնում, բավականին լուրջ գումարների մասին է խոսքը։ Ես նորից եմ տեսնում 6 թրերի, նշանակում է սա բավականին լուրջ է, տեսնում եմ 7 պենտակլի, այսինքն ինչ որ ներդրումներ է արել, ինչ որ գումարի հետ կապված, գումարի հետ գործեր են արվել, գումար պետք է վաստակել, բայց դեռ պտուղները չի երևում։ Բավականին ժամանակ է անցել, դեռ պտուղները չի երևում եւ ինքը ուղղակի այդ ուզում է թողնել փախնել։ Տեսնում եմ նաև թագավորը բաժակը ձեռքին։ Կարող եմ ասել, որ շատ էնտուզիազմով, շատ այսպես հավատացել է, որ պետք է այս ներդրումը ճիշտ է անել, աշխատանք, ժամանակ է ներդրել, հավատացել է ինքը բավականին, տեսեք բաժակը ձեռքին, ուրախ զվարթ, ինքը շատ հավատացել է այս ծրագրին, այս ինչ որ արել է, որտեղ որ գումարը ներդրել է, հավատացել է, որ գումարները գալու են, բայց իրականում գումարները չեն եկել։ Եվ ինքը հիմա չգիտի ինչպես այդ իրավիճակներից հեռանա։ Տեսնում եմ 3 պենտակլի, տեսնում եմ լուսին եւ 8 ջահերի։ Ինձ թվում է, որ սկզբում ինչ որ գումար ներդրել է, հետո էլի է ավելացրել, հույս ունենալով, որ պետք է ավելի բարելավի եւ գումարները ավելի շատ ետ կգան, մտածել թե շատ ներդրում անեմ, ուրեմն ավելի շատ ետ կգա, բայց իրականում այդպես չի ստացվել։ Տեսնում եք, լուսինը բոլորովին հակառակն է նշանակում։ Եվ հակառակն է եղել, ինքը արդեն սկսել է հասկանալ, ես չեմ կարող ասել արդեն կորցրել է, բայց շատ արագ սկսել է հասկանալ, կասկածներ են առաջացել եւ շատ արագ 8-ը արագության, այսպես արագ շարժվող իրադարձությունների կարտն է։ Շատ արագ սկսել է հասկանալ, որ իրականում հակառակ ուղղությամբ են գնում իր գործերը եւ այդ լրացուցիչ ներդրումն էլ առանձնապես չի օգնել։ Այո, եւ ամեն ինչ փոխվել է։ Այսեղ մահվան կարտն եմ տեսնում, պաժը, բաժակը ձեռքին եւ հիմարի։ Երևի ինչ որ ռիսկերի է դիմել։ Միանգամից շատ այսպես հավատացել է, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, շատ այսպես էմոցիոնալ, ոգևորվել է, հիմք չի ունեցել իրականում ոգևորվելու եւ ես կարծում եմ, որ ինքը ուղղակի այսպես սկսել է թեթև վերաբերվել, շատ վստահ լինելով արդյունքի վրա, դրա համար էլ այդպես ռիսկի է դիմել, բայց չարդարացված ռիսկի է դիմել։
Շատ մեծ ռիսկերի է դիմել, գումարներ է ներդրել եւ մնացել է մենակ իր խնդիրների հետ։ Այո, ֆինանսների հետ գործ ունենալիս միշտ պետք է մտածել երկու տարբերակներ։ Կամ կշահես, կամ կկորցնես։ Դե պատրաստ չես երկու տարբերակին, դե գումար վաստակելուն պատրաստ լինել, որ մտածում եք որն է։ Միշտ էլ կգտնես ինչպես գումարները ծախսել, բայց կորցնելուն այ պետք է պատրաստ լինել, պետք է անպայման ունենալ տարբերակ B, ինչպես ասում են։ Եթե կորցրեցիր, ուրեմն ինչպես պետք է դրա տակից դուրս գաս։ Այո, բավականին եղնիկը տեսա, բավականին խոշոր գումարների մասին է այստեղ խոսքը, բավականին։ Ես տեսնում եմ, որ այսպես տեսեք մարդը, սա աղջիկ է նկարում, բայց պարտադիր չի, որ սա կնոջ մասին միայն լինի։ Մարդը մնացել է այսպես թրերի արանքում եւ ելք չի տեսնում։ Մի տեսակ կարծում է վերջացավ, սա արդեն վերջն է։ Ես ընկել եմ ծուղակը, այս պարտքերի, գումարների, ես չգիտեմ, եթե վարկեր էր արել, վարկով էր ներդրումն արած, այդ բոլորի մեջ չեմ կարողանալու այս բոլորի միջից դուրս գալ։ Մարդը իսկապես շատ ծանր վիճակում է, շատ ծանր ապրումների մեջ է։ Բայց ես պիտի ասեմ, որ ամեն ինչ այդքան վատ չի լինելու։ Ամեն ինչ այդքան վատ չի լինելու։ Ես տեսնում եմ այստեղ ասպետը, արևը եւ պաժը։ Կամած շատ դանդաղ, բայց ձեր գումարները կամած հետ կգան։ Արևը շատ լավ է։ Ես իսկապես այստեղ չեմ տեսնում վատ վիճակ։ Մի քանի էլի կարտ կբացեմ ամեն դեպքում, բայց միգուցե ձեր բոլոր գումարները հետ չգան, բայց դեռ հույս կա։ Հույսը չի կարելի կորցնել, հույսը այս երեխայի ձեռքի կոպեկն է, բայց ասպետը կա, կամած կսկսի ձեր գումարները կսկսեն ետ գալ։ Արևը շատ լավ եմ տեսնում, պետք չէ այսպես ծուղակի մեջ եք այս պահին այսօր, բայց ամեն ինչ դեռ կորած չէ։ Ամեն ինչ դեռ կորած չէ։ Ոյ, ինչ արեց։ Ներողություն, նորից խառն եմ։ Երևի ինչ-որ շատ խառն է, այսպես կարտերը խառնվում են, որովհետև բավականին խառը վիճակ է երևի, թե միանշանակ չի էլ այս դեպքում ինչ պետք է լինի, ինչ պետք է անի։ Ինչ եմ տեսնում դրանից հետո, ես տեսնում եմ այստեղ 9-ն է ջահերի, ապա տեսնում եմ 4-ը պենտակլի։ Այնուհետև տեսնում եմ մեր High Priestess-ին։ Ես նայեցի Google-ով, այս կարտը նշանակում էր հայերենով թարգմանվում էր քահանայապետուհի։ Ես այդ երկար բառը չեմ օգտագործի, ես չգիտեմ հայոց պատմության մեջ քահանապետուհի մենք երբևիցե ունեցել ենք, դա ավելի երևի կաթոլիկ եկեղեցիներում իրենց կուսանոցների ղեկավար կանանց է վերաբերում։ Եվ այստեղ տեսնում եմ պենտակլի 2-ը գլխի վայր։ Ես կարող եմ ասել, որ չնայած շատ բարդ իրավիճակ է, բայց պետք չէ հանձնվել, կարտերի խորհուրդ հայր է, մի հանձնվեք, ամեն ինչ դեռ վերջացած չէ, ես արդեն ասեցի, դրանից առաջ էլ ասեցի, նոր ներդրումներ մի արեք, սա ժլատության կարտն է, մեկ թվում է ինչքան ավելացնեմ, այնքան միգուցե ոչ, այլ մի ավելացրեք, ոչ մի նոր ներդրում չպետք է անել, իլյուզիաների ետևից պետք չէ ընկնել, պետք է ավելի ռեալ լինել, իսկ սա բալանս, այսինքն հավասարակշռությունը կորցրել եք, 2-ը պենտակլի նշանակում է որ դու կարողանում եք իրար բալանսի պահել, ձեր ծախսերը եւ օգուտները, վնասները, տվյալ դեպքում գլխի վայր, այսինքն կորցրել է, հավասարակշռությունը կորցրել եք։ Նոր ներդրումներ մի արեք, իլյուզիաների ետևից մի ընկեք, բայց համել կարտերն ասում են մի հանձնվեք։
Ինչ է պետք անել, տեսնես, այս դրությամբ ինչ պետք է անել։ Լորովի միանշանակ չէ կարտերի խորհուրդը։ Այո, վերջում էլի աստղ եմ տեսնում ստվերում, իսկ աստղը հույսի և հավատի կարտն է, ինչը նշանակում է, նորից եմ ասում, մի կորցրեք, նույնիսկ եթե մի պահ կգա, տեսնում եք, այսեղ ես տեսնում եմ աշտարակը, ապա տեսնում եմ եղնիկը, որը պենտակլի տուզն է, ապա տեսնում եմ աշխարհի կարտը և սիրահարների։ Ինչ եմ այստեղ ես կարողանում հասկանալ այս ամենից, ասում է, որ նույնիսկ եթե թվում է, թե ձեր աշտարակը քանդվում է, այսինքն այն հիմքը, որ դուք դրել եք այս գործին, ձեր նպատակներին հասնելու, այդ գումարները մեծ որ ներդրել եք, թվում է, թե այս բոլորը վերջացավ, կորցրեցիք, իրականում նորից կարտերը կրկնում են նույնը, իրականում այդպես չէ, նոր դռներ կբացվեն, աշխարհի կարտը նշանակում է մի էտապը վերջանում է, մի նոր էտապ է սկսվում, այսինքն այս կքանդվի, միգուցե ինչ-որ մի պահ, բայց դրանից հետո ոտքի է կանգնելու և իրականում գումարները ետ են գալու։ Դռները կբացվեն, ձեր հնարավորությունները նորից կբացվեն, միգուցե սիրահարների կարտը նշանակում է, որ դուք ընտրություն պետք է կատարեք, կգա կկանգնեք ինչ-որ ընտրության առաջ, բայց իրականում կունենաք հնարավորություն և կունենաք շանս փրկելու։ Եվ սա էլ ասում է հույս մի կորցրեք։ Ես իսկապես նորից եմ ասում, ելի եմ ասել, եթե կարտերը ասում են, որ ասենք ինչ-որ բան չի լինելու, ճանապարհը փակ է լինում, շատ կոնկրետ են ասում, ես այստեղ ելի եմ ասում, հակառակը, կարտերն ասում են, որ ամեն ինչ լավ է լինելու, ես հասկանում եմ շատ հուսահատ վիճակ է, ուզում եք թողնել ու փախնել ու հեռանալ, ժամանակավորապես ոչինչ մի արեք, միգուցե հեռանալը դա կնշանակի, պարզապես ոչինչ մի արեք, որովհետև ժամանակ է պետք, գիտեք, ես բորսայով շատ հետաքրքրվում եմ, ես իրականում մասնագիտությամբ ֆինանսիստ եմ, հաշվապահ, վերջին համարվեց 16-17 տարին, նույնիսկ բորսայում երբ գումարներ եք ներդնում, սկզբում կարող է գումարները իջնել և դուք տեսնում եք բավականին կորուստ ունեք, բայց քանի դեռ չեք վաճառել ձեր բաժնետոմսերը, դուք ուղղակի տեսնում եք գինը ընկած է, մինուս եք տեսնում, բայց դուք դեռ չեք կորցրել, քանի դեռ չեք վաճառել, այսօր իջած է, վաղը կբարձրանա։ Այսպիսի իրավիճակ եմ տեսնում, դուք այսօր շատ վատ վիճակում եք, որտեղ ինչ-որ ներդրումներ արել եք, իրականում այսօր միայն կորուստներ եք տեսնում, բայց փոխվելու է իրավիճակը փոխվելու է, ձեզ ուղղակի պետք է երևի համբերություն և հավատ, և ես հույսով եմ, կարտերը ցույց են տալիս, ճիշտ են ցույց տալիս, ճիշտ խորհուրդ են տալիս, և հույսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, այսօր այսքանը։